Հանուն հոր և որդվով և ոգվույն սրբո ամեն։ Սիրելի ժողովուրդ հայոց, նոր դարին գթիմավորենք դակտամներով ու անորոշություններով լեցուն պայմաններու մեջ։ Արդարև ճակատագրական օրեր գաբրի Հայաստանը, քաչ գիտնալով, որ մեր հայրենիքը գրնա վտանգալից կացության մատնվել, երկիրը վտանգները հերու պահելու մեր իրադես մոտեցումը հաջախագի կերպով բարձեցինք։ Սուրբ Էջմիածնի ներքին հարցերը ներ եկեղեցական միջոցներով քննելու ու համապատասխան լուծումներ գտնելու հրամայականը շեշտեցինք։ Համահայկական արժեքներու ու իդեալներու շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը հիշեցուցինք և նույնիսկ Հայաստան երթալու, մեր ժողովրդի կողքին ըլլալու ու հարցերու լուծման օգտակար դառնալու մեր պատրաստակամությունը բազմիցս հայտնեցինք։ Սակայն մեր մոտեցումները մնացին անարձագանք։ Իր երակներու մեջ հայու արյուն գրող հայը չի գրնար անդարբեր մնալ Հայաստանին բարձած ներկա դխուր ու վտանգալից պատկերին դիմաց։ Չի փավեր միայն ցավը ապրիլ, այլ իրականությունը հարկ է տեսնել, ճշմարտությունը հարկ է ասել։ Արդ նոր դարին ոչ միայն առիթ է անդրադառնալու այս մասին, այլ նաև հրավեր է ուղղված աշխարհացրիվ մեր ժողովրդի սիրելի զավակներուն, մասնագիծ դառնալու հայրենիքի փրկության համազգային ջիքին։ Նոր դարին սիրելի ժողովուրդ, հիշեցում մնե նաև մեզ յուրաքանչյուրին, մեր անձերեն անտին մտածելու մեր նմաններուն մասին, գարիքավորներուն, հիվանդներուն, գարոդյալ ուսանողներուն, դժվարություն ունեցող ընտանիքներուն մասին, մեր բարեսիրական ու ընկերային կառույցներուն մասին և մանավանդ օժանդակության ցերկ երկարելու անոնց։ Արդարև մեր նմանին օգնելով է, որ մենք կուրախանանք և գարժանանանք Աստուծո խնամքին ու օրհնության։ Նոր դարին նաև ինքնակնության առիթ է։ Կյանքի ժխորին մեջ հաճախ կմոռնանք մեր սխալները ու թերացումները։ Եկեք հետևաբար իրաբաշտ մոտեցումով քննենք մեր անձերը, մեր կատարած գործերը և մեր կյանքի ընթացքը, որպեսզի կարենանք մեր սխալները սրբագրելու հանձնարարությամբ
եւ վերանորոգ հավատքով ու հույսով թիմավորել նոր դարին։ Բացվող նոր դարին հայրապետական հռչակագրով հայտարարած ենք հոգևոր կյանքի վերանորոգման դարի։ Որքան գարիկը ունենք հոգևոր արժեքներով կենսավորելու մեր անձնական ու հավաքական կյանքը։ Եկեք, սիրելի ժողովուրդ հայոց, այս մտածումներով ու մանավանդ պատրաստակամությամբ վերանորոգ հավատքով ու հույսով թիմավորենք նոր դարին։ Գաղութենք արփարսյան Աստված, որ մեր հայրենիքը բահե ամուր, մեր ազգը անսասան ու մեր ընտանիքները երջանիկ, հերու ամեն տեսակ չարերը ու չարիքները, եւ մեր ժողովրդի զավակներուն բարգեւե առողջ, հաճող ու երկար դարիներ, շնորհավոր նոր դարի։